Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ կառավարություն հարցու պատասխանի ընթացքում հոկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ կառավարությունը առաջիկա տարում նախատեսում է 3500 դրամով բարձրացնել կենսաթոշակները։ Նախարարը նշել էր, որ քայլը միտված է նվազագույն կենսաթոշակի աստիճանական բարձրացմանը եւ կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավմանը։ Միևնույն ժամանակ հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը պատրաստել է պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման ծրագիր, սակայն այն դեռ չի հրապարակվում։ Փաշինյանի խոսքով իշխանությունները խուսափում են հանրային բացասական արձագանքից։ Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, ինչպես են գնահատում կառավարության այս քայլերը։ Պետությունը պատշաճ կերպով հոգում է թոշակառուների սոցիալական խնդիրները։ Անձամբ կենսաթոշակառու եմ այս աշխարհում, բայց մարդիկ կան, դա չի ընդունում, չի կարելի էլի։ Խեղճ բանը թոշակառուներ կան, որ կոպեկին են սպասում, որ գնան հացը առնեն, որ գնան կոմունալը մուծեն, եթե կոմունալը չի կարողանալու այդ մարդը մուծի, ինչ եք հանում այդ բաները, էլի։ Ուզում են ավելացնել պետական ծառայողների աշխատակիցների աշխատավարձը։ Ինչպես Դե միանշանակ դա միանշանակ պետք է, որովհետև ամեն ինչը թանկացել է, բացի աշխատավարձ բարձրանալուց։ Իսկ պետությունը այսօր պատշաճ ձևով թոշակառուների խնդիրները հոգում է։ Ոչ, ես կասեի։ Ես անձամբ թոշակառու եմ, դա շատ չնչին գումար է, որը չի համապատասխանում այդ հիմիկվա պայմաններին։ Իսկ ձեզ որքան պետք է լինի նվազագույն կենսաթոշակը տարական Գոնե կարիքներով։ պետք է մինիմում ծամբունին համապատասխանի, որը չի հասցնում դրան։ Տվյալ պայմաններում բարձրացնելուց էլի նույնը։ Աստիճանաբար ամեն ինչը թանկացումը կատարվում է, բացի աշխատավարձի եւ թոշակի բարձրացումը։ Իսկ 3500 դրամը Շատ քիչ է։ Ահա որ քիչ է։ Միևնույն է, ինչ էլ ասենք, իրանք ոնց որոշել են, վենեցիական է։ Իսկ 3500 դրամը բավարար է։ Հեչ բավարար չի։ Ընդհանրապես որ 100% էլ ավելացնեն, էլի բավարար չի։ Նամանավանդ թոշակառուների։ Ինչքան պետք է լինի թոշակառուի թոշակը։ Իմ ասելով չի։ Դե ըստ ձեզ օրինակ ինչքան է կբավականեց։ 180,000։ Հաճելի որոշում է։ Որ որոշումը։ Եվ բարձրացնել թոշակառուների թոշակը եւ աշխատավարձը բարձրացնել։ Իսկ այսօր արդյոք պետությունը պատշաճ հոգում է թոշակառուների սոցիալական խնդիրները։ Իհարկե ոչ։ Թոշակառուի հաշվեն իր կենսական պահանջները երևի դա սավանություն չի որ անում են իրենք։ Լույսը, գազը, ջուրը վճարում ես, տակը ոչինչ չի մնում։ Եթե ընտանիքի մեջ չապրես, դա չի բավարարելու հաստատ։ Գոնե մի 120,000 թոշակը լինի, որ կարողանա բավարարել։ 30,000 թոշակ են տալի, թոշակառուները մենակ դե քո չի։ Ինչ թոշակ են տալի։ Ուրիշ թե նման 100,000 դոլարները մեր մոտ թոշակը թոշակ չի։ Ինչի կարիք ունի Հայաստանում թոշակառուն, որը որ պետությունը չի կարողանում հոգալ։ Դե ամեն ինչի։ Իմ դերս ամսական արժի 30-40,000 մենակ դեր եմ առնում։ Բա հաց, բա ջուր, բա շոր, բա կոշիկ, բա թորնիկ ունենք մի հատ մի 1000 դամ չկանանք բա առնենք այդ թորնիկի։ Ինչքան պետք է լինի թոշակառուի թոշակը, նվազագույն թոշակը։ Գոնե մի 70-80,000։ Մենք 20-30 տարի աշխատել ենք, որ հիմա 30,000 մեզ թոշակ տա։ 30,000 ինչ փող է բերել։ Իսկ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելը նոր։ Դե իրանց քիչ է թող լավ բացացնի։ Թող 100% բացացնի։ Դե մենք ուզում ենք իջացնենք թոշակը։ Ինչու։ Ուզում եմ նվեր տամ։ Ո՞մ։ Աղքատների։ Եթե կառավարությունը որոշել է, տենց էլ թողնին։ Արդյոք 3500 դրամը բավարար է թոշակը։ Չէ, բավարար չի երբեք։ Եթե 3500 դոլար էլ տան, մեկը ժողովրդի համար դա բավարար չի, ինչքան շատ առնում, այնքան շատ է ուզում ծախսել, բայց եթե կառավարությունը որոշել է, ընդունում ենք իրանց ամեն մի որոշը։ Մեզ կառավարության ոչ մի բան չեմ ընդունում։ Սա սխալ է։ Դե հեռանան ու բեր։ Եթե իրոք ճիշտ լինի լավ է։ 3500 դրամը բավարար է։ Դե բավարար չի, բայց դա էլ որ չի բարձրացնում ինչ անենք։ Իսկ պետական ծառայողների աշխատավարձերը պետք է բարձրացնել։ Իհարկե, ամբողջ օր աշխատեն 79,000 փող եմ ստանում։ Պետական ծառայ։ Հա, պետական։ Պետական հիմնարկի աշխատող։ Այո, դպրոցում ենք աշխատում եւ շատ քիչ է մեր տանջանքի դիմաց։ Իսկ արդյոք այսօր պետությունը բավարար չափով կարողանում է հոգալ թոշակառուների Այ բալա, թոշակառուները ինչ են ստանում 40-37,000։ Եթե լավ թոշակ տան, ինչ ենք աշխատում մենք այս տարիքին։ Կարակ բացատրեք լինի։
լավ թոշակը։ Դե ասեք եկա որ կարողանա մարդ ապրի, չգնա նորից չարչարվի, որ աշխատավարձ ստանա։ 70 մոտ կինենք արդեն ասում ենք աշխատենք, որ ապրենք։ Ոնց կլինի։ Սի կոմունալները չերիքում թոշակը։ Բազր չէ։ Նենց որ թոմտածեն, մեղքենք։ Չէ, պարտենք մեռնենք, էտա։ Սայտարակություն։ Այսօք պետությունը, կառավարությունը Ես կառավարությանը չեմ ընդունում ու այդ բարձրացումներն էլ չեմ հավատում, որ մեր իոքոտ մեզ ինչ-որ բան լինի։ Կարող է բարձրացնի, մեկ էլ գները բարձրացնի, դա ինչ կա։ 3500 դրամը բավարար է թոշակառը։ Իսկ ինչքան պետք է լինի թոշակը նվազագույն։ Ոչ բանը չեմ ուզում խաղաղությունն երկրում։ Դրական, բայց չնչին է բարձրացում են կարծիքով, որտեվ այսօր գները շատ են բարձրացել տոկոսային առումով, քանց իրանք ուզում են բարձր, եթե գոնե համաչափ լիներ, էլի կլիներ ինչ-որ բան, իսկ սենց ձևական բնույթ է կրում։ Քանի որ ես միայնակ չեմ, ունեմ ընտանիք, ունեմ որդիներ, ես դա չեմ զգում, ինձ դրա կարիքը ես չունեմ, որտեվ հոգացողներ կան իմ մասին, հասկանում եք, եւ առանձնապես չեմ հետևել, ինչպես են վերաբերվում միայնակ թոշակառուներին, չեմ կարող ասել ճիշտ։ Իսկ ձեզ ինչքան պետք է լինի Հայաստանում նվազագույն կենսաթոշակը։ Գիտեք ինչ, քանի որ աշխատավարձը նվազագույնը, ես գիտեմ 35,000 է, ես այդպես գիտեմ ինստիտուտում դասավանդողները, ճիշտ է լրիվ դրույքը չէր, դա կես դրույքներ, ուրեմն 70,000 է։ Ուրեմն թոշակն էլ չպետք է 70,000-ից պակաս լինի, նվազագույնի։ Քիչ է, բայց ոչինչ, չեղաստեղն էլ ադա։ Ինչքան եք ստանում թոշակ։ 65,500 թե 600 դրամ։ Բավարարում է ձեր թոշակը։ Չէ, երեխեքն են օգնում, ես երեխա աղջիկ երեխեք ունեմ, որը կօգնում են։ Թե չէ 65,000-ը ոնց կարար բավարարել։ Իսկ պետությունը արդյոք թոշակառուների խնդիրները հոգում է, սոցիալական խնդիրները։ Դե պարզ չէ, որ նորմալ չի հոգում։ Այսինքն խոսում են, որ բանը աշխատավարձերը, միջին աշխատավարձը միշտ բան են անում, խոսում են հիմնականում այն բանով, որ միջին աշխատավարձը բարձրացրել է, բայց մինիմում աշխատավարձի մասի չէ խոսում, որ շատ ցածր է։ Եթե մինիմում աշխատավարձը ցածր է, թոշակներ ավելի ցածր են։ Հələ հիմա ոչինչ, էլի հիմա ես 50 տարի ծավալ ստաժ ունեմ, բայց մարդիկ կա 40 քանի հազար են ստանում, նացախ վիճակը ավելի վատ է։ Իսկ ինչքան պետք է լինի Հայաստանում կենսաթոշակը նվազագույնը։ Այս գնային պայմաններում, այս գնաճի պայմաններում գոնե պետք է լինի 150,000 մի հոգուն։ Օրինակ ես մենակ եմ ապրում, երեխեքս իմ հետ չեն, իրանք ինձ օգնում են մոտավորապես այդքան, դրա համար գիտեմ էլի, ինչքան է պետք։ Մեղք են ժողովուրդ, թող բարձրացնեն, ինչու՞ չէ։ Թոշակառուներին 3500 դրամը բավարար է։ Չէ, բայց ինչ էլ բարձրացնեն օգուտ է։ Ինչ է էդի 3500 դրամը։ Ոչինչ։ Ինչքան պետք է լինի նվազագույն։ Գոնե մի 60-70 հասնի, էլի մեղք են ժողովուրդը, ունեմ, տաննել ունենք։ Մամաս, պապաս, բոլորն է թոշակառու են, բայց չի հայրիկում իրանց գումարը։ Ինչքան են ստանում։ 45,000։ Էդ ինչ գումար է։ 3000-ը շատ քիչ։ Բնականաբար շատ վատ, որովհետև թոշակառուն 3500 դրամով ինչ պիտի անի, բայց կառավարության անդամները առանց այն էլ շատ բարձր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերի հաշվին։ Ինչքան պետք է լինի նվազագույն կենսաթոշակը Հայաստանում ըստ ձեզ։ Ոյ, չեմ կարող ասել, գիտեք ինչի։ Ասեմ ինչի, ես կոնկրետ թոշակի հույսին չեմ։ Դրա համար չեմ կարող ասել թոշակառուն ամեն դեպքում բավականին փող է պետք, որը այս գրոշներում են պետք այդքան։ Գոնե եթե դա էլ լինի։ Իհարկե բավարար չի։ Բա իրանց ցխի է բարձր, մերը որ այդքան ցածր է, թոշակառու է։ Ինչքան պետք է լինի նվազագույն թոշակը Հայաստանում։ Գոնե մի 100 էլ պետք է լինի, որ կարողանա ստանվարձ մուծես, գազ, լույս, ջուր, օգտվես մարդավարի։ Ես գազ չեմ վառում, որ գազի գումար չտամ։ Գոհ ենք, գոհություն, եթե ավելացնում է թոշակը, թոշակառուները շատ։
վատ են ապրում էլի։ 3500 դրամը բավարար է։ Բավարար չի, թող ավելի ավելացնի շատ։ Գոնա մի 10000 ավելացնի, ոչ թե 3500, բայց հնարավորության դեպքում էդ էլ Իսկ պետությունը թոշակառուների սոցիալական կարիքները հոգում է։ չէ, ոչ։ Ինչ կարիքներ ա հոգում, ոչ մի կարիք։ Իսկ ըստ ձեզ ինչքան պետք է լինի նվազագույն կենսաթոշակը։ Նվազագույն կենսաթոշակը այս պայմաններում, որ այսքան ամեն ինչը թանկացել է, գոնամ $80200, որ մի քիչ կարանա թոշակառուն ապրել։